Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 23-ի համար, օրը կիրակի է կարծես թե։ Եթե հանկարծ ամսաթվերը շփոթում, այսինքն ոչ թե ամսաթվել է, այլ օրերը, հա, դուք պետք է նայեք, որ ես նայում եմ, ֆիքսվում եմ 23 թվի վրա կամ մեկ այլ թվի վրա չեմ ֆիքսվում, որ ինքը շաբաթվա որերորդ օրն է։ Ամենայն դեպս 23-ը իմանալով կիրակի է, հուսով եմ չեմ շփոթվել նախորդ անգամվա նման, որովհետև շաբաթվա վերջին օրն է։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 23-ին։ Հաջողություն յուրաքանչյուր գործերում, բայց մի տեսակ հաջողությունից հետո խոչընդոտներ կան։ Պետք է կարողանանք հաղթահարել։ Դռները բաց են, անում եք ինչ-որ բաներ, բայց միգուցե դուռ եք փակում։ Եթե դուռ եք փակում, այդ դեպքում կարող խոչընդոտների մեջ հայտնվեք։ Կարող մեկ այլ ոլորտ է ձեզ մոտ հաջողություն բերում։ Սա առողջության հետ է կապված, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև գեղեցկության հետ։ Սա ոնց որ գնաք ցանկանաք տեսնել վարչահարդարին, նա տեղ չունենա, հա, մոռացել եք պայմանավորվել եւ հիմա տեղ չունի, որ ձեզ ընդունի։ Նաև ձեր եւ ձեր ծնողների միջև է խոչընդոտը։ Այդ օրը բավական ոգևորված կլինեք ինչ որ գործեր անելու համար, հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություն կլսեք։ Դե եւ ինչ որ բաներ կարող պատվիրել բերեն ձեր տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 23-ին։ Բավականին ուժ կունենաք որոշ գործեր անելու համար։ Նաև կարող են ձեզ օգնել այդ օրը, ինչ որ հարցի խորհրդի կարիք ունեք եւ դիմում եք ինչ որ մեկին, օգնում են ձեզ։ Եվ իհարկե ուշադիր եղեք պետավտոտեսուչների հետ կապված հարցերում։ Ոմանք այդ օրը բիզնես կբացեն, նոր կյանք կսկսեն, նոր ինչ որ բան է, փոքր սկսվող, ոչ մի բան է։ Հղիություն դա կարող է լինել, ծննդաբերություն, ձեր երեխաները կարող է գա ձեր տուն, ձեր թոռները կարող են գալ ձեր տուն, ինչ որ առիթ կարող է լինել։ Եվ ինչ որ գործունեություն է, որը նոր կսկսեք։ Եվ օցեր կան, նախանձ մարդիկ, չար մարդիկ, պետք չի կիսվել ինչ որ մարդկանց հետ, այդ օրը թե ինչ է կան։ Միգուցե նաև իմաստուն եղեք, որպեսզի ձեր գործերը կարողանաք առաջ մղել այդ օրը։ Եվ նոր կյանք սկսելու համար միգուցե նախորդ օրը ամուսնացել եք, նաև եւ հղիության եւ երեխա ծննդաբերելուց հետո։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին նոյեմբերի 23-ին։ Հաջողություն, ինչ անեք այդ օրը հաջողությամբ կանցնի, հաջողությամբ կլինի ամբողջը։ Որոշ գաղտնիք կբացահայտվի, նաև ուսմամբ կզբաղվեք, գիտելիքներով կզբաղվեք, ինչ որ զաքսավորում դե չեք կարող արդեն նա ինչ որ բաներ կարող ստորագրել, բայց ուշադիր եղեք այդ օրերին ստորագրելուց այդքան էլ ճիշտ չէ։ Դա նաև կյանքի նոր էջ փոխել է եւ այստեղ փոփոխություն է կատարվում ձեր կյանքում։ Ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, հղիություն լինի, ծննդաբերություն, հա, եւս, հա, էլի փոխեք ձեր կյանքի էտապը, ոճը, ինչ որ անում եք առաջ, հիմա արդեն չեք անում, վերջ, ոնց որ փոխվում է ձեզ մոտ ամեն ինչ։ Այսքան եւ գլոբալ փոփոխություն նաեւ կյանքում։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 23-ին։ Ճանապարհ կգնաք, միգուցե տարբեր ճանապարհներ, հա, տարբեր տեղեր լինեք, ճանապարհներին լինեք։ Ձեր գործերը առաջ կմղեք, ձեր գործունեությունը առաջ կտանեք։ Նաև ոչեր կան նախանձ մարդիկ, բամբասկոտներ։ Այստեղ չգիտեմ, հա, ինչպես է, ոնց որ կամ ընտանիքի անդամներն են, կամ բարեկամները կարող են լինել, ովքեր նախանձում են ձեր գործերի համար։ Նաև սա կարող է ձեզ ուղղակի ձեր ընտանիքի անդամները ձեզ խորհուրդ տան, իմաստուն խորհուրդ, որ ինչպես ինչը ինչպես անեք։
Նաև այդ օրը ինչ անեք հաջողությամբ կավարտվի։ Յուրաքանչյուր բան հաջողությամբ է ավարտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ ընկավ առույցներին 8-եր։ Ինչ է սպասվում առույցներին նոյեմբերի 23-ին։ Դեկո ինչ միտեղ գնում 8-եր։ Հետո մի փոքր ծանր օր է, դժվար օր է։ Փորձություններով լի օր է, նայեք այստեղ առաստված այդ փորձությունները, պետք է կարողանաք դիմանալ։ 8-ը միևնույնն է ընկավ։ Մենք գուցե 8-ն է սարքում ձեզ համար դժվարություններ կամ հենց դրա համար ընկավ, որ իմաստուն պետք է լինեք, որ կարողանաք այդ փորձությունների միջով անցնեք։ Նաև սա ճակատագրական որևիցե բան է։ Հանդիպում է, ծանոթություն է, կարմայով դա նաև կարող է լինել։ Եվ լի մարդը պետք է իմաստուն լինի, որ այդ տվյալ մարդուն բաց չթողնի իր կյանքից կամ տվյալ ինչ-որ պահ բաց չթողնի իր կյանքից։ Այդ օրը նաև կորուստ է, տեսնենք ինչի կորուստ է։ Էմոցիաներ, տրամադրության կորուստ է։ Գուցե նաև ծնողի հետ հարաբերությունները այդքան էլ լավ չեն, հատկապես մայրիկի։ Բացի դա էլ, հա, սա ավելի շատ տրամադրության կորուստ է։ Նաև ինչ-որ բան կլսեք օտար երկրի հետ կապված, այնտեղ որ ապրում է իրենց մասին, նաև այդ օրը ցանկություն պահեք, ցանկությունները կկատարվեն, որովհետև բաց է, հա, բաց է առաստված մուտքը, դրա համար կարող եք հանգիստ այդ օրը ցանկություններ պահել։ Եվ ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 23-ին։ Փոփոխություն ձեր կյանքում, նավրե տեղափոխություն է, մեկ այլ քաղաք, մեկ այլ երկիր, նաև սա գլոբալ փոփոխություն է մարդու կյանքում մտնում, նաև հղիություն, ծննդաբերություն, ճանապարհ կարող եք գնալ երկար, ամենայն դեպս հաջողություն է սպասվում, ինչ էլ որ անեք, այդ փոփոխությունից հետո հաջողություն է սպասվում, բայց ուղղակի լարվածությունը բավականին շատ է, բնականաբար յուրաքանչյուր փոփոխություն, այստեղ կարող է օծերն են ձեզ ասում, վայ, բա որ գնաս, բա որ sense լինի, բացի ճանապարհ գնալ, հա, յուրաքանչյուր բան կարող է նաև ձեզ ձեր մեջ ինչ-որ բան առաջացնեն, վախ, լարվածություն, սա նաև իմաստություն է, որ ավելի լավ տարեք այդ փոփոխությունը, ավելի ճիշտ կարողացեք դիմանալ այդ փոփոխությանը, ոչ թե լարվել, բորբոքվել, վայ, սա ինչ եղավ, նա ինչ եղավ, հա, այլ ուղղակի ընդունեք այդ փոփոխությունը ձեր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերկների։ Ինչ է սպասվում կշերկներին նոյեմբերի 23-ին։ Հանդիպում կամ շփում ձեր ընկերոջ հետ, նոր ընկերներ եք ձեռք բերում, ինչ-որ շրջապատում կլինեք, որտեղ որ լավ մարդիկ կան, ձեր շրջապատն է դա, կամ ինչ-որ մարդիկ են, որտեղ պետական, ինչ-որ տեղ եք, որտեղ պետական աշխատողներ են։ Դա նաև իմաստություն է, կյանքի նոր իմաստ է, սա նաև աստվածային որևիցե կապ է, որ այդ օր ավելի ուժեղ կլինի ձեր մոտ։ Կարող գնում եք եկեղեցի, նաև ինչ-որ մի բան է ձեզանից գնալու, նոր բան գալու համար։ Ինչ-որ մի բան պետք է բաց թողնեք այդ օրը։ Ինչը որ գնում է, ուրեմն դա մերը չէ։ Գուցե ձեր շրջապատից է ինչ-որ մեկը գնում։ Ինչ-որ մի տեղ է գնում եւ ես իմ երբ էլ կհանդիպեք իրար, թե ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Կարիճներին շատ աշխատանք է կարծես թե։ Դա նաեւ բժշկական կենտրոն կարող է լինել, հարսանիք։ Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 23-ին։ Կայունություն, որևիցե ոլորտում կայունություն կլինի։ Միևնույնն է, էլի անհանգստությունը կա, բայց դա չի խանգարում, որ ինչ-որ ոլորտ ձեզ մոտ կայունանա։ Նա կարող դրա համար եք անհանգստանում, բայց չեք զգում դրա համար, որ ինչ-որ բանը արդեն կարգավորվել է։ Տեսնենք ինչն է անհանգստության պատճառը։ Միևնույնն է, ինչ էլ լինի, այստեղ հաջողություն է վերջում սպասվում։ Ինչ բորբոքված վիճակ է, գոհ վիճել մարդկանց հետ, կարող եք ինչ-որ բաներ չընդունել, միևնույնն է, հա, հաջողություն է ձեզ սպասվում։ Եվ այստեղ նոր ինչ-որ ոլորտ, որը ինչ-որ լարվածություն էր առաջացնում, դա հենց կայունացում է։ Եվ հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ։ Միգուցե նոր ընկեր եք ձեռք բերում։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 23-ին։ Ինչ-որ բանի կորուստ է, հեսա կտեսնենք ինչի կորուստ է սա։ Հավես չունեք սովորելու։ Նաև սա գաղտնիք է, որը կարող է բացահայտվել եւ այստեղ փորձեք ինչ-որ մեկին նաև հանել ձեր կյանքից, օրինակ ես տղան է ընկել։ Սա նաև եթե կյանքում ոչ մի էտապ փոխեք, ապա այդ էտապում որոշ ինչ-որ մի բան կարող եք կորցնել։ Միևնույնն է, կորուստով մարդը միշտ կորուստով է դուրս գալիս ինչ-որ մի էտապ, որ փուլ է մտնում իր կյանքում։ Եվ այդ օրը ճանապարհներին կլինեք, շատ կլինեք, տարբեր տեղեր կարող եք գնալ կամ երկար ճանապարհ գնալ, տեղափոխվեք մեկ այլ տեղ, մեկ այլ տուն։ Նաև սա գործերն են, որոնք այդ օրը առաջ կմղեք եւ ոչինչ չկա այդ օրը ձեզ խանգարող։ Դե կարող եք նաև մեքենա ձեռք բերել։ Տեսնենք ով է այս տղան։ Ում հետ կարող եք հանդիպել կամ շփվել։ Ինչ-որ տղա է, ում հետ նամակագրական կապի մեջ կլինեք։ Գուցե երիտասարդների կամ միայնակների համար սա նոր սեր է, նոր հարաբերություններ են։ Ձեր տղան է ինչ-որ գրում եք իրար։ Փաստաթուղթ է, որը կարող է այդ տղան ձեզ փոխանցել կամ դուք իրեն փոխանցեք։ Ստորագրեք, այդպես ինչ-որ փաստաթուղթ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 23-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե աղջկա հետ, այստեղ երկու եւ ոնց որ կարելի ասել ձեր քուրն է եւ ձեր մայրն է։ Տեսնենք ինչ է սպասվում, միգուցե ձեր աղջիկն է։ Այս աղջկա կարող է ընտրության առջև եք, միգուցե տղա եք, օրինակ նայում եւ մտածում եմ հանդիպել այս աղջկա հետ, թե մյուսի հետ։ Նաեւ սա կարող է այդ աղջիկ օրինակ ձեզ գցի մտքերի մեջ, եւ դուք չկարողանաք արդեն կողմնորոշվել։ Նաեւ ինչ որ բան կարող է առաջարկել եւ ասել չկարողանաք ճիշտ կողմնորոշվել։ Բացի դա, սա ամեն մեկը իր ճանապարհով գնալն է, ամեն մեկը կարող է գնալ իր ճանապարհով։ Տեսնենք այս կինը ով է, մի քիչ ավելի տարիքով է։ Պետական աշխատող է, ինչ որ մասնագետ է հստակ, որ այդ օրը կարող եք տեսնել, որ նա պետական աշխատող է։ Ձեր շրջապատից կարող է ինչ որ մեկը լինել, ում որ կարող եք հանդիպել, ձեր ծանոթներից։ Իմաստուն մարդ, որ ձեզ լավ խորհուրդներ կտա, որովհետև այստեղ ունեք դժվարություններ, եւ այդ դժվարությունները պետք է հաղթահարեք այդ օրը նաեւ։ Բնականին էմոցիոնալ կարող եք լինել։ Էմոցիաները դնում եք մի կողմ եւ փորձում եք յուրաքանչյուր դժվարություն այդ օրը հաղթահարել, յուրաքանչյուր փորձություն այդ օրը հաղթահարել։ Որովհետեւ էմոցիաները կխանգարեն, որ ինչ որ մի բան անեք այդ օրը։ Սա նաեւ ճակատագրական որևիցե քայլ է։ Էմոցիաների ազդեցության տակ ճակատագրական որևիցե պահ է, որ մարդը գործում է, հետո կարող է զղջա, արդեն ուշ լինի։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 23-ին։ Բարձր տրամադրություն կունենաք, ուրախ կլինեք, էներգիայով լցված, հանդիպում, շփում կունենաք ձեր ընկերների հետ, շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ այդ օրը, գուցե ծանոթանում եք, նաև ուշադիր եղեք ուղղակի, որ լեզվակռվի մեջ չմտնեք, ինչ որ ամեն մեկը մի բան ասի, մի միտք ունենա եւ իրար չհասկանաք։ Դա նաև բամբասանք է, որ կարող են բամբասել ձեզանից կամ ձեր ընկերներից կամ այդ հարաբերություններից։ Ամենայն դեպս շատ շփում է, ուրախ եք, տրամադրությունը բարձր է, այդպես հատուկ օր չէ, լավ օր է, բայց այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։
Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 23-ին։ Բավականին ուժ կունենաք այդ օրը որոշ գործեր անելու, ավարտելու համար, նաև ձեր կյանքում փոփոխություն է մտնելու այդ ուժը պետք է ձեզ, որպեսզի այդ փոփոխությանը դիմանաք եւ հետո ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք։ Նաև այդ օր ինչ-որ մարդիկ ձեզ կփորձեն օգնել, օգտակար լինել, նաև եթե մեքենա ունեք, ապա ուշադիր վարեք, պետավտոտեսուչներին չհանդիպեք։ Նաև փոփոխությունը վերաբերվում է տանը, երկրին, քաղաքին, հղիություն, ծննդաբերություն կարող լինել։ Երկար ճանապարհ կարող եք գնալ քաղաքից քաղաք, այդպես երկրից երկիր, երկար գնաք։ Եվ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։